Շուտով նոր տարի է, բայց չկա սովորական նախատոնական խանդավառությունը, ու այդ տրամադրությունը նահանջել է շատ պարզ պատճառով։ Ամենօրյա առօրյայիս մեջ աչքիս առջև են գալիս մեր մարզային այցերի արդյունքում ինձ հանդիպած տատիկների եւ պապիկների մտահոգ դեմքերը։ Ու այո, մարդիկ անգամ տարական սնունդի եւ իրենց գոյի համար անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերման խնդիր ունեն։ Տատիկները ու պապիկները նշանակվեցին մեղավոր մեր այսօրվա վարչապետի կողմից։ Վերջինս բարձր ամբիոնից ազգային ժողովի ասաց. ինչու է կենսաթոշակառուն մտածում թոշակի մասին։ 63-73 տարեկանը ինչ թոշակի տարիք են, թող բիզնեսներ հիմնադրեն։ Մինչդեռ մեր երկրում կյանքի միջին տևողությունը 75 տարեկանն է տղամարդու համար։ Այսինքն մարդիկ 75 տարեկանում մահանում են, իսկ երկրի գործադիր իշխանության ղեկավարը, այն ղեկավարը, որ եկավ իշխանություն ստանձնելու մեծագույն խոստումներով, որ ապահով ծերություն ու թոշակ է տալու հենց տատիկներին ու պապիկներին, ասում է գնացեք բիզնեսներ հիմնադրեք։ Այն պարագայում, երբ այսօրվա դրությամբ ամենաքիչ զարգացում ապրած ցուցիչը դա միջին կենսաթոշակն է։ Եվ սա նորմալ չէ, սա ընդունելի չէ։ Մենք պետք է այնպիսի Հայաստանում ապրենք, որտեղ մեր ծերերը ունենան արժանապատիվ ծերության իրավունք, որպեսզի կենսաթոշակառուն չմտածի թոշակի տարիքին, որտեղից աշխատանք գտնի եւ ինչպես վաստակի գումար այդ դեղամիջոցի համար, այլ իր օրվա խնդիրը լինի իր արժանապատիվ ծերությունը վայելելը։